Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում միանգամից 2 հոբելյան են նշում պետական եւ քաղաքական գործիչ Սարդարապատի հուշարձանացման գաղափարագիր Վլադիմիր Դարփինյանի ծննդյան 95 եւ հերոսամարտի արծիվներից մեկի Քրիստափոր Արարատյանի 150-ամյակները։ Արարատյանը կամ Արարատովը երկար ժամանակ մոռացության էր մատնված։ Նրա, ինչպես նաեւ հերոսամարտի առանցքային այլ դերակատարների մասին խոսել սկսեցին արխիվները բացելուց հետո։ Եթե հերոսամարտում արծիվ էր Արարատովը, դրանից հետո մեղադրվեց պետական դավաճանության հոդվածով։ Այն հաստատություններում, որտեղ որ իրենց կյանքի վերջին տարիներին դասավանդել են եւ Արարատովը, եւ Սիլիկովը, եւ մյուսները, այդ խմբակներում իբր թե բարձրացրել են հակապետական, այսպես գաղափարներ շրջանառել են, բողոքել են իշխող կարգերից եւ այլն, թե հատկապես ինչից են բողոքել, որ դրվագն է եւ այլն չի մասնավորեցված ցավոք սրտի քրեական գործերում։ Եվ այդ հանգամանքով պայմանավորված շատերի ճակատագրերի այդ վերջին օրերը այսպես բաց են մնում շատ ուսումնասիրողների համար։ Հայտնի է միայն, որ Արարատովը գնդակահարվել է 1937 թվականին Ավանի կիրճում։ Գերեզման չունի, 19 տարի պայքարելուց հետո, սակայն հարազատներին հաջողվել է ստանալ ՀԽՍՀ գերագույն դատարանի արդարացման որոշումը։ Արխիվային հարուստ նյութերով է ներկայացված մյուս հոբելյարը Վլադիմիր Դարփինյանը։ Ցուցադրված են նրա անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները, նաև իր մակագրությամբ գրքերն ու ատենախոսական այն թեզը, որն այդպես էլ չհասցրեց տպագրել։ Ինքը երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է եւ փաստորեն մենք շնորհիվ իր կրծեր որդու Գրիգորի իմացանք, որ նաեւ այսպիսի անտիպ աշխատանք է ունեցել։ Վլադիմիր Դարփինյանը պետական բարձր պաշտոններ է վարել կենտրոնական կոմիտեում, եղել է ներքին գործերի նախարար, արդարադատության նախարարի տեղակալ, իրավաբանների միության նախագահ, Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն։ Խորհրդային տարիներին, երբ ազգայնական գաղափարախոսությունը մեղմ ասած այնքան էլ չէր խրախուսվում, նա առաջ քաշեց հերոսամարտի պատվին հուշարձան կանգնեցնելու գաղափարը։ Գաղափարը ծնվում է, որ շատ լավ կլիներ, որ այդ Սարդարապատի հերոսամարտի տեղի ունեցած ճակատամարտի բլուրներից մեկի վրա այսպեսի մի հուշակոթող լինի եւ այդ առումով Վլադիմիր Դարփինյանը այդ պահից սկսած մտորում է, թե ինչպես կարելի է դա կազմակերպել, որովհետեւ այն ժամանակ խորհրդային տարիներին ցանկացած 100,000 ռուբլին գերազանցող նախագիծ շինարարական կամ ցանկացած տնտեսության մեջ անպայման պետք է ստանար Մոսկվայի համաձայնությունը։ Իսկ Սարդարապատի հուշարձանացումը այսօր մեզ հայտնի արխիվային տվյալներով 1 միլիոնը գերազանցել է։ Չնայած գումարի չափին կառուցելու համաձայնություն ստանում են, բայց շինարարությունն առանց խոչընդոտների չի ընթանում։ Կառուցապատման աշխատանքներին թեև կամավոր ներգրավում են նույնիսկ բանվորներն ու կոլտնտեսականները, հայտնվում են մարդիկ, որոնք պարբերաբար մատնագրեր են ուղարկում Մոսկվա հուշահամալիրի շինարարությունը դադարեցնելու ակնկալիքով։ Մի պահ է լինում, որ Վլադիմիր Դարփինյանը այսպես ընկրկում է, ասում է, դե ինչի համար ենք անում, եթե մեր հայրենակիցների մեջ թեկուզ մեկ հոգի կա, որ իր սրտով չէ։ Այստեղ Անտոն Քոչինյանն է, որ զորավիք է լինում, ասում է դու արա գործը տարա, որովհետև չեն հասկանում, որ անում են, հետո կհասկանան։ Մոսկվայում մատնագրերը հասցեատիրոջը չեն հասնում մարշալ Հովհաննես Բաղրամյանի ջանքերով, դժվարություններով, բայց հուշահամալիրը կառուցվում է եւ հանդիսավորության բացվում 1968 թվականի մայիսին։ Դարփինյանի զարմիկը, որ հաճախ էր հորեղբորն ուղեկցում շինհրապարակում, չի մոռանում այն խանդավառությունը, որ համակում էր մարդկանց համալիրի յուրաքանչյուր քարը դնելիս։ Ժողովուրդը ոտի կանգնեց, ժողովուրդը ինքը իր օժար կամքով գալիս էր աշխատում էր։ Շատերինը գիտեմ, հանում էին մատանի բան, ոսկի գցում էին հիմքի մեջ։ Այդ ձևի տպավորություն էր իմ մոտ մնացել է, էլի։ Ազգագրության թանգարանի տնօրենը պատմում է, գերմանացի գիտնականներից մեկը քաջածանոթ լինելով հերոսամարտի եւ հուշահամալիրի կառուցման մանրամասներին հուշարձանը տեսնելիս հարցրել է. ում գործն է ավելի դժվար եղել, ճակատամարտի մասնակիցների, թե այս հոյակապ համալիրը կառուցողների։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։